հրաշք ճարտարապետական գլուխ գործոց քաղաք Գորիս։ Նա գտնվում է Ֆրանսիայում։ Թարսմին այք չգիտեի, որ դուք տորտ եք տխում։ Հեղին ծաղիկները, ներկել են դաշտերը։ Դուք մի անգամի նորավոր ձեր ծննդյան օրը որոշել եմ մորակրոջը ուրախացնի։ Գնում ենք այնտեղ։ Ուրախություն տանենք հասցնենք մորակրոջը։ ճիշտ եք ասել։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Գերներ, հրաշք ջրվեժ, հրաշք իրավիճակ, տոնական տրամադրություն, քաջ տրամադրություն եւ այս իմ նշած հումանիշները միայն գնում ու փարվում են Սյունած աշխարհին։ Մենք այսօր գնում ենք Սյունած աշխարհ գեղեցիկ անակնկալ անելու, իսկ ավելի կոնկրետ մեր չքնաղագեղ հրաշք ճարտարապետական գլուխ գործոց քաղաք Գորիս։ Գնում ենք այնտեղ։ Բայց չեմ հիշում ում համար ենք գնում, սա կճշտեմ կասեմ։ Հիմա կզանգենք մեր պատվիրատուին, ով մի վայրկյան անգամ չվարանեց, ասած գնացեք։ Ես տեր եմ, հիմա գնում ենք։ Գեղեցիկ լայն արձակ դաշտերով կանաչ մարգարտյա եւ հաշված վայրկյաններ հետո մենք կհասնենք Զանգերին, Սյունած դարպասին, որտեղից արդեն շատ քիչ է մնում հասնենք Գորիսին։ Զանգերն են Սյունած աշխարհի դարպասը, հզոր ու զորեղ, որի վրա պատկերված են Սյունած աշխարհի աշխատասիրությունը, հզորությունը եւ դարերի մեջի անվախությունը։ Նրանց մեջ ամենից շատ է հզոր հայկենը, ով չի թուլացել ու չի կոնարվել դժնամարը մի անգամ պատմության մեջ։ Գնում ենք քաջերի օրան, մուտք գործեցինք քաջերի երկիր։ Բնապատկերներն ու լեռներն էլ կարծես թե ընդունած լինեն քաջի տեսք ու կանգնած են խրող։ Սպանդարյանի չքնաղագեղ ջրամբարն է, որը հեռվից կարծես վիշապ լինի, պարկած դաշտամիջյան հատվածում եւ ուզում ես նրա կողքով շատ լուր անցնել, որ հանկարծ չարթնանա, թե չէ կհոշոտի, կփրփրտի։ Հեղին ծաղիկները, ներկել են դաշտերը, կարծես լեռներից մեր արև է դուրս գալիս, նոր բառերով երգ ես, հենց նոր օրինեցի, լսեք ու վայելեք, դեղին կակաշները։ Դաշտավորները, խաղում են բանջարները, որ տանեն ձմերը, ուտելիք սարքեն, դեմի մեր Ֆորդը, տանում է էքսկուրսիա, մեջը լիքը տուրիստներ, բարև ձեզ։ Բարև աղբերս։ Կերներ մենք, քիչ անց, հասնելու ենք Սյունած աշխարհի առաջին գյուղը, Գորհայք։ Գորհայք գյուղ ենք հասնում, Գորհայքը չէ, Գորհայքը։ Գորհայք։ Գորհայք։ Գորայք գյուղն ենք հասնում եւ այստեղ կա մի թռամպլին նմանատիպ, որը մեր վեճին չի, մեր մեքենայի վեճին չի, քանի որ ես հոգ եմ տարել մեր արտակախպոր հետ բարձրացրել ենք իմ մեքենան, հասցրել ահագին վերև, ամենագնացի բարձրության է, բայց ամենագնաց չի, ուղղակի բարձր է, որովհետեւ դա է պահանջում մեր ճանապարհի ստանդարտը։ Եթե հանկարծ մեքենա ցածր լինի, շատ վախենալով ու զգուշ պետք է վարես։ Իսկ ես զգուշությունն ու վախենալը իմը չի, դրա համար էլ բարձրացրել եմ։ Գորայք, բարև ձեզ, գեղեցիկ տները կողք կողքի շարված են եւ ստեղծում են հայոց համայնապատկերը, յուղական կոլորիտային միջավայրը, որ ուզում ես մի պահ ձախ թարթիչը միացնել, գնալ ասել բարև ձեզ, բայց ժամանակ չունես, որովհետև պետք է գնաս Գորիս, Գորիսից հետ գնաս Եղեգնաձոր, Եղեգնաձորից Երևան, Երևանից Նոր Գեղին, Նոր Գեղից Մասիս։ Այո, այսօրվա մեր օրը բավականին խառն է։
հայ կամավորների կան կողքից ազատ են Հայաստան հայ քաջեր ժամյաներոր հասարան հայ կամավոր Դարյանի ջրամբար հրաշքտեղ որ կարող եք գալ ու պիկնիկ անել կամ կերուխում հայավարի հեռուստաընկերության աշտարակներից մեկը բազում աշտարակներից մեկը սյունած աշխարհում նմանատիպ շինություններն ու կառույցները տեսնելիս իմացեք սա հեռուստացույցի ալիքների կապ ապահովող շինություններ են դեռ վաղուց սովետական կարգերից այնպես որ այս շինությունների միջոցով է երկար տարիներ մեր հարությունը տեսել հեռուստացույց հայ կամավորների կան կողքից ազատ են Հայաստան հայ քաջեր Գեղեցիկ ուշաքար եթե կարող եք ասեք ինչի համար եք անգնեցված ինչ առիթով ինչին է նվիրված ընկերներ Սպանդարյանի կողքի ուշաքարը հայ քաջեր ժամներոր հասարան մեր երագույն դրոշին կողքից ազատ են Հայաստան վերանորոգման աշխատանքներ են ընթանում դեպի Գորիս ճանապարհի միջպետական ճանապարհի հատվածում եւ այստեղ է մեր ընկերը Արտակն է այստեղ Արտակ Չես հեռախոսը դրել Կարեմ արդեն Կարես ինձ սիրում այմ հաղորդումները Արտակ! Արտակ! Այսպիսին է եղեգնաձորցիները Եղեգնաձորից եկել ասել են այստեղ և ճանապարհն են կառուցում Արտակը Կարենը և այլոք Տեսեք, այս հատվածը միշտ եղել է այսպիսին, միշտ սարքել են, միշտ քանդվել է, սարքել են, քանդվել է, իսկ հիմա սարքում են այնպես, որ առհատ է քանդվի։ Տեսեք, բուլդուզերն է մտնել մեյդանը, բուլդուզերը քանդում է հողի շերտը, որպեսզի տրամբավատ անելու, բարի օր ձեզ, բարի օր։ Իսկ բարի օր։ Եղեգնաձորցիները եկել են ու սարքում են, եղեգնաձորցիների սարքածը գիտեք, չէ՞ ինչքան երկար է մնալու աշխատելու, հալալ է, բարեկամներ, հալալ է, բարի օր, մեր եղեգնաձորցիներն են, հալալ է, թող սարքեն, մենք էլ ուրախանանք, պարտանանք նրա ծարած գործերով, տղեր ժամատ կոմենտերով կգերեք, էլի, կամ ով ճանաչում է տղերքին, ասեք թող, որ ես իրաց մասին ռեպորտաժ եմ արել, գողաբանել եմ, թող մտնեն ասեն ապրես, թե չէ չեմ գողաբանի, անպայման, այդ ամեն չէ փոխանցեք իրանց, որ մտնեն ասեն ապրես, որ մեր մասին իշատակեցիր քո Մատյանում։ Ահա, գնացինք առաջ։ Խանութի անունը Սուրբ Էջմիածին ո՞ր քաղաքում է։ Ինչ։ Ռուան քաղաքում ունենք Սուրբ Էջմիածին խանութ, որը հայկական է, մեր ընկերներին է շատ ուրախ եմ լսելով այդ նորությունը։ Նկար կուղարկեք ձեր խանութից, որ մենք ուզում ենք տեսանյութի մեջ ձեր խանութը երևա անպայման, կամ վիդեո մի փոքրիկ հատված։ Հա, ես նորմալ որակով ուղարկեք, որ սիրուն սարքենք, տեղավորենք։ Դե հենց հասնեմ ես կզանգեմ ձեզ, հա, Գորիս հասնեմ զանգել եմ։ Լավ, շատ բան։ Դյա։ Ընկերներ Վարդանը ուշացրեց ձյուկների նկարահանումը, բայց ես ուրիշ թեմայով եմ ուզում ձեզ հետ խոսել, այն մարդկանց հետ, ովքեր ինձ ասում են այդ հոկտեմբերյա գնալուց չես տենց ուրախ։ Հիմա էլ գնում եմ Գորիս, չեմ ուրախ։ Որտեւ ես ուրախ մարդ եմ, կապ չունի ուր եմ գնում։ Ես ուրախացող եմ, ուրախանում եմ մեր հայոց բնությամբ, հայոց գեղեցկությամբ։ Լսես, դաշտերով, բուսականությամբ եւ մնացած այլ բոլոր գեղեցիկ բաներով։ Մարդկանցով ամենակարևորը, որովհետեւ փող առանց մարդու, առանց հայ մարդու, ուղղակի հողակտոր է։ Իսկ որտեղ հայն է, այդտեղ արդեն այդ հողը ծաղկում է։ Կապ չունի, որտեղ լինես, ուզում ես Ֆրանսիայում եղիր, ուզում ես որտեղ։ Եթե հայ ես, արդեն քո շրջակայքը ծաղկում է բարիբուն իմաստով, ինչպես հիմա մեր շատ սիրելի Կարնե քույրիկը, ով որոշել է մորաքրոջը ուրախացնի, ուրախություն տանենք հասցնենք մորաքրոջը։ Նա գտնվում է Ֆրանսիայում եւ իր ընտանիքի հետ միասին ստեղծել են
Սուրբ Էջմիածին խանութ սրահը, որ քաղաքում Վարդան։ Քաղաքը կնշենք անպայման մի հատ սիրուն վիդեո կդնենք կտենակ թե որտեղ մեր հայերը գնում են, այնտեղ ծաղկեցնում են ու չեն մոռանում իրենց հայ լինելու մասին։ Ասեմ ավելին, ավելի լավ են հետևում մեր ավանդույթներին, քան որոշ հայեր Հայաստանում։ Այնպես որ միայն գովելի եւ ծափարելու թեմաները, եթե նստած եք ընտանիքով հեռուստացույցի առաջ, հենց հիմա ծափեր։ Շնորհակալ եմ ով ծափ տվեց, ով հիմա հələ շարունակում է ծափարել, ես լսում եմ այդ ծափերը։ Լսում եմ, ապրես դու էլ ապրես որ ծափես տալի։ Հիմա գնանք ընկերներ, գնանք հասնենք Գորիս ուրախ։ Բրատ։ Ընկերներ, կխնդրեի մանրամասնեք, ասեք թե ինչ լիճ է հեռվում, երևում շատ գեղեցիկ է, դրախտի հոտ է գալիս։ Բնապատկերը ուղղակի նյութական է։ Մենք սիրում ենք նման բնապատկերներ եւ այս բնապատկերը հենց Գորիս հասնող ճանապարհին է, հաշված կիլոմետրեր հետո Գորիս քաղաքն է լինելու, իսկ միշտ Գորիս հասնելը բնությունը ուղղակի ծաղկել է, կարծես հենց բնությունը ինքն է քեզ նախապատրաստում, որ դու գնում ես ամենասիրուն քաղաքներից մեկը աշխարհի։ Գնում ենք, իհարկե, բայց այդ լիճը ես պետքա գնամ, ապրեն լիճը սարքողների հետ է սարքել են, որովհետև ուղղակի հարստություն է սա, հարստություն, որը բոլորինս է, կարող եք գնալ, շորերը հանելու քցվել այդ ջրերի մեջ, լողանալ լավը զգալ, որովհետև հայոց աշխարհում սառնորաքաղցրահամ ջրերը շատ են, այս ռիսկը մեր նման, մեր հայ մարդու նման քաղցր տեղը տեղին, հավեսով, իսկ այստեղ ընկերներ դեռ անհիշելի ժամանակներից կա այս լատոկը, որի մեջ մեքենան տալերվում է, պարում է, ահա տեսեք, հոպա, տեսնում եք ինչ պար է գնում ընկերներ, ես սիրում եմ այս բանը անհարթությունը, ով շատ է գնացել եկել այս ճանապարհով, հաստատ լավ գիտի այս փոսի մասին, շատ լավ գիտի, 5-ը գիտի, հիմիկվա ներկայիս 10-ը գիտի, այս ժամանակվա 5-ը գիտի, այսինքն եթե կա բալային համակարգ 1-ից 5, ուրեմն 5-ը գիտի, հետ է ասածս, հենց բարդիները, տեսեք, եւս մեկ հրաշալի հայ մարդու աշխատանք, ով դեռ փոքրիկ տարիքից այդ ծառերը տնկել է, հիմա տեսեք ինչ գեղեցկություն է, նայեք ու վայելեք, սա մեր սյունած աշխարհն է, սյունած միտքը, հզոր է տոկուն եւ անսպար, ոգու մասին էլ չասեմ, ընկերներ, Գորիսի գլխավերևում զանգերն են հպարտ, եւ հենց այստեղից է որ հասկանում ես դու հասար Գորիս քաղաք։ Գորիս քաղաքը, ինչպես որ հայոց աշխարհում ցանկացած անգամ ամենա փոքրիկ տարիքով մարդը իր վրա կրեց պատերազմի հետևանքները։ Գորիս հարություն չի, Գորիսը կտրվեց, կարելի է ասել աշխարհից ինչ որ չափով, որովհետև առաջվա համեմատ հիմա Գորիսի շարժը կրկնակի եռակի պակասել է։ Առաջ ճանապարհը այստեղով էր ասնում գնում Ղափան Մեղրի։ Իսկ հիմա արդեն այստեղով ճանապարհը չի տանում Ղափան կամ Մեղրի կամ ընդհանրապես Արցախ։ Հիմա այս ճանապարհը ծառայում է միայն Գորիսին իր գյուղերով։ Ցավալի է, բայց նաև միևնույն ժամանակ հպարտանալու, որ Գորիսը շարունակում է ծաղկել էլ ավելի մեծ թափերով, Գորիսին իր ոգին չի կորցրել եւ ոչ ոք չի կորցրել, մենք հետ ենք գնալու այս ճանապարհով նորից, գնալու ենք մեր երկիր, հաշված տարիներ հետո, իսկ դրա համար ինչ է պետք է միավորվել եւ ունենալ հստակ դիրքորոշում, արթնացնել մեր մեջ հայ գենը ու գրավել այն, ինչը մերն է, ընկերներ հիմա ես կնկարեմ զանգերը, խորհրդանշերով, տեսեք արծիվը, հավերժության նշանը եւ իհարկե նկատենք, որ արծվի բերանից կախած է հարթաչափ, թարազ շոնղուլ, շոնղուլ եմ ասում, որովհետեւ չգիտեմ իսկական անունը, ով գիտի թող ասի եւ իհարկե հենց բուն զանգը, զանգի կողքին կրկին նախշազարդեր, որոնցից ամեն մեկը վստահ եմ ունի կարևորագույն իմաստ եւ կարող եք մեզ ներկայացնել այս իմաստը, իսկ հիմա կարդանք այստեղի գերությունը միասին։ Ըստ քերթողահայր Մովսես Խորենացու
Ես չեմ կարող կարդամ, գնամ մոտիկ անանք ու կարդանք։ Ըստ քերթողահայր Մովսես Խորենացու եւ մեր մյուս պատմիչների գրավոր վկայության սյունած աշխարհի բնակչությունը ոչ միայն սերվում է հայկյան ցեղից, այլ ի սկզբանե կոչված է որպես հայկազանց տոհմ։ Կներեք կմկմալով կարդալու համար, բայց ես հենց հիմա մի ուղում եմ ուզում անեմ Վարդանի օգնությամբ։ Նկարած էր, կտենանք ամեն դեպքում։ Ընկերներ, մեր այս հրաշք ցուցանակի մի մասը աղը ոնց որ փակել էր։ Աղն էր կերել մատաղը, դրա համար որոշեցի սրբեմ, որ պարզ երևա սյունած աշխարհի ազգագրության մասին քերթողահոր գրվածքը։ Բայց կմաքրվի աղը տենց։ Մաքրվա, պետք է սպասենք չորանա, որ կամ կան չորացնեմ։ Ինչ խնդիր կա Վարդան։ Սա էլ կանենք։ Սա կարևոր գրություն է, ընկերներ։ Չորանա չէ արագ, որ հասկանանք բանելավ թե չէ։ Հե? Քամի չի բռնի։ Այսօր օրը մեզ հետ է ու այն մեզ հուշում է, որ ամեն ինչ հիանալի է լինելու, մենք դրոնով իմ երազած պատկերը կստանանք։ Լարերին ուշադիր կլես, որ վրայով անցնես։ Իհարկե հենց այստեղ է, որ տեսեք ինչ գեղեցիկ կանաչ դաշտեր են ընկերներ, ամբողջովին գարի ու ցորեն է ցանած։ Գորիսցիները զբաղվում են հողագործությամբ եւ շատ լավ է նրանց մոտ ստացվում։ Հողերը բերի են եւ հենց սա է պատճառը, որ թշնամին ագահի պես աչք է դրել մեր հողերին ու դա դարերով այդպես է եղել։ Այս ժամանակ վախկոտ ազգ են եղել այս թուրքերը, դες վախեցել են էլի բարձրանան սարերի վրա ապրեն, բայց հայերը վախկոտ չեն եղել ու ապրել են այստեղ միշտ դարերով։ Հիմա է որ տեխնոլոգիաները ուժեղացել են, արդեն դարձել են իրանց դրել են ուժեղ տղուտեղ, բայց իրանք թույլ են, թույլիկ։ Դրանց սկի մատյանում երկուս դնել պետք չի։ Չորացա Վարդան։ Վերջ, ընկերներ, մենք մեր բաժին գործը արեցինք, հիմա կուղևորվենք դրոնարշավի։ Մինչ Վարդանը դրոնով կհասնի այստեղ, ես ուզում եմ այս Սուրբ խաչը ձեզ ցույց տալ, որի անմիջապես ներքևում բացվում է Գորիսի չքնաղագեղ տեսարանը։ Հրաշք Գորիսն է։ Նկատենք Գորիսի ճարտարապետական գեղեցկությունը։ Գորիսցիներ, բարև ձեզ։ Մենք եկել ենք ձեր քաղաք։ Ասեմ, որ շատ հաճելի, գեղեցիկ ու տարբերվող քաղաք ունեք։ Եվ սա մեր բոլոր հայերի հարստությունն է։ Ընկերներ, մենք մի շատ կարևոր ցուցանակ բաց թողեցինք, որը շատ նման է իմ անվանը, դրա համար հետ ենք գնում ու հիշենք անպայման։ Հիշենք ու մի օր Ստեփանը կգնա Ստեփանակերտ։ Ու շատ վստահ կգնա։ Տիրոջ կարգավիճակով կգնա։ Ստեփան հիշի, Ստեփանակերտ պետք է գնաս։ Հիշում եմ ու գնալու եմ։ Գնացինք Վարդան։ 907 222 տաքսի, չես փոշմանի, զանգի։ Այո, շնորհակալություն։ Խնդրեմ, լավ մնացեք, օգտվեք ծառայություններից տաքսի, լավ։ Շնորհակալ եմ։ Ընկերներ, մուտք են գործում Գորիս քաղաք։ Հպարտանալով ու գեղեցիկ էմոցիաներով մենք հիմա շրջելու ենք Գորիսի փողոցներով, մինչև գա ժամը ու գնանք շնորհավորենք մեր Տիկին Էմայի ծննդյան օրը։ Կարինե Քույրիկի կողմից, նրա քրոջ դուստրն է Կարինեն։ Գտնվում է Ֆրանսիայում, ինքը հենց էջմիածնեցի է, բայց
Չի մոռացել Գորիսում իր մորաքրոջը։ Ախեջ մոռանալու բան չի, եթե սեր կա ու հարգանք։ Հիմա գնանք, մտնենք մարկետ, մի հատ տորտ վերցնենք Վարդան ու շարունակենք մեր ճշմարիտ ուղին։ Հարգելի գորիսցիներ, ոնց որ փոքր ինչ տորթի խնդիր ունենք, տորթի խանութ չենք կարող գտնենք, այնպես որ այս տեսանյութի տակ մի երկու տորթի արտադրամասյանում գրեք Գորիսում կամ խանութ, որտեղից կարող ենք գտնել տորթ մի անգամից առանց շատ ման գալու։ Գրեք, որտեղ շուտով շատ շուտ են գալու Գորիս։ Գորիսը ես շատ սիրեցի, հավանեցի, սիրահարվեցի։ Գորիս, իմ սրտի քաղաք։ Եկել ենք հենց Գորիս քաղաք։ Գորիսի գեղեցիկ շինություններն են, շենքերը մեկը մեկին նման, տարբերվող ճարտարապետական լուծումներով։ Վարդանն էլ պահաճի կորցնի ավելի լավ կնկարի։ Գորիս շուկա, շուկայում տորթ չկա, զապիչի, ինչ էր? Տեսեք ինչ գեղեցիկ տներ են Գորիսում, Գորիսն է կադրերում ընկերներ, տենանք, ես խանութ հալ է տես, սիրունա, Luxury, հա, տենց հա, Luxury, yes, my brother, I am speak English. Ես ինչ հա, թարմիս չենք ուզում, սպորտ հրապարակ, տեսեք, երեխաները Գորիսում ֆուտբոլ են խաղում, հələ բոդիբիլդերները չեն եկել, բայց նրանք ֆուտբոլիստներն են եկել։ Գեղեցիկ այգի, սա տուր է Գորիս քաղաքով, շինարարություններ են ընթանում ակտիվ, տեսակ թարմիսը շատ աստեղ, մեզ թարմ տորթ է պետք, այս չկա, ֆիլմի, Family հյուրանոց, Family էր, ֆիլմ կարդացի մեզ, Family հյուրանոց, հյուրանոց պետք լինի իմացեք, Family հյուրանոցի տեղը, մանկական աշխարհ, ես մի քիչ ավելի հեշտ էի պատկերացրել մեր տորթը գտնելու պրոցեսը, խանութ է, Վարդան, խանութ, հələ տենանք, տորթի հոտ գալիս է, գնացին, բելանժ, հեսա խանութ չի, խանութ հա թե խանութ չի, գեղեցիկ, Գորիսին հատուկ, ճարտարապետական լուծումներով փողոց, աչ ու ձախ կողմերում կյանքը եռում է, խանութներ են, բայց մենք այդպես էլ չեն գտնում մեր երազանքի խանութը, որտեղից տորթ պետք է վերցնենք, հասարակ գեղեցիկ տորթ, սիրուն տորթ, համով ու թարմ տորթ, Գորիսի տորթ, գնանք հասնենք տորթին, զգում եմ, որ տորթի հոտը արդեն գալիս է Վարդան։ Ընկերներ տեսեք ինչ սուպերմարկետ են գտել Գորիսում, ես վստահ եմ, որ այստեղ է մեր տորթը, գնանք ասենք տվեք մեր տորթը, չէ Վարդան, Գորիսի ինչ սիրուն է, լուրջ Երևանի չափ սիրուն է, հələ ավել սիրուն է, հրաշք, իշնես, զբոսնես, եկեք այստեղ ուղղակի հանգստանալու և տեղական իրավիճակին ծանոթանալու։ Այտուր առանց ծաղկի սրահը ձեզ ասում է, եկեք ծաղիկ առեք նոր գնացեք։ Ալո, Կարինե ջան, մենք դարձան Գորիսի, արդեն բավականին պտույտներ տվեցին Գորիսում, երևի թե պահը վրա է հասել քիչ տանտեղ իմանալու, հələ կասեք, որ կողմերն են գնում։ Մաշտոցի 49-ը քաղաք չհասած ինչ-որ առաջի դպրոց կա, դպրոցի հետևի մասն է։ Հա, դե մի րոպե ես հենց հիմա առաջի դպրոցի տեղը ճշտեմ մեր Գորիսի բարեկամներից։ Բարև ձեզ բարեկամներ։ Դպրոցի առաջի դպրոցի տեղը կասեք գնանք առաջի դպրոց։
Հելնում ես այդ խաշմերուկով ձախ մտնում աչի վրա։ Առաջի խաշմերուկից ձախ եմ ան։ Խաշմերուկով ձախ մտնի աչով, հեմի խաշմերուկով աչ բարձրացի աչի վրա։ Շնորհակալ եմ, ապրեք։ Կարնե ջան, հենա ասեցին մի հատ ձախ ես անում, մի հատ աչի վրա է, հա։ Դու քաղաքի Հա, մեջ 49 չէ հասցեն։ Մաշտոցի 49-ը։ Մաշտոցի 49-ը ասա, հա, վարդան։ Գտել ենք, կոնկրետ հասցեն բերեց։ Մեծ ձախ ենք անում, ասաց։ Ինչ է անցանք։ Վարդան։ Ձախ ենք անում, հետո մի հատ աչ, հասնում ենք տեղ։ Հիմա դե դա աստին են, չէ։ Նկարի՞ր։ 1000 բարին անուշ աղբեր։ Արամ։ Արմեն ջան, հյուրեր եկել են։ Հա։ Всё։ Մենք էլ ենք եկել։ Իվարկյա բայց տենամներ են։ Աղբերը սա նայվ всё, սա ճշտեք մտնենք ծիրուն տեղը տեղին։ Ոնց է սա անուշ աղբեր։ Կարող ներքև էլի։ Ընկերներ ջան, աղբերս լավ։ Ընկերներ, մենք հասել ենք Գորիս, մեր հոբելյարի հասցե, հուսանք նա մեզ չի նկատի եւ մենք ջան գնացինք գնում ենք մեր տիկին Էմայի ծննդյան օրը գեղեցիկ շնորհավորենք ուրախություն տանք ուրախացնենք նրան իր շատ սիրելի քույրիկի դստեր կողմից աշխարհի ամենալավ մորաքրոշն են գնում շնորհավորենք սիրուն տեղը տեղին բարև ձեզ ինչպես եք հարգանքնես բայտուր հարեցանք իրար հետ Գորիսի չեքնախտաներից մեկն ենք մուտք գործում օրինակ ես առաջին անգամ Գորիսում մտնում եմ այս հրաշալի տուն գնանք շնորհավորենք մեր տիկին Էմայի ծննդյան օրը Ուր գնացին մեր բարեկամները։ Օրեի մորը։ Տորթի արտադրամաս ունեն։ Ախպեր տորթի արտադրամաս ունեք։ Խաթու հասիր գոնե։ Մենք էլ ընկած Գորիսով տորթ ենք մագալի։ Բան ինչ է արտադրամասի։ Լիլի սուիթ։ Լիլի սուիթ ենք եկել։ Բարև ձեզ, դուք եք մեր տիկին Էման, հա? Ուր է նա? Ուր է մեր, բարև ձեզ, ոնց եք շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Թե հնալին է լույս աշխարհ կալ մի օր նորից Կոզեի ծնվել ես իմ նույն Դարդմին այք չգիտեի, որ դուք տորտ եք տխում, տորտը ուրիշ տորտ է, 1000 բարին ձեզ, ոնց եք լավա ձեր տրամադրությունը, ուր է գնացել ձեր ժպիտը։ Ժպտում են։ Հա, ժպտացեք ուրախ եղեք, եկել ենք ձեզ ուրախացնենք։ Ապրեք, շնորհակալ։ Հերու տեղերից ենք եկել, բայց մի պայմանով, չեմ ասելու որտեղից ենք եկել։ Հա, այդպես բաները անում ենք մեկ-մեկ։ Գուշակեմ, կարանա, հա։ Հե՞։ Ֆրանսիայի։ Չէ, հələ մի գուշակեք, չէ, հələ երազանք պայեք չեք, հա։ Դες մի քիչ բան կա, լել, դες պետք չէ, դες մի անգամից։ Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար հոսողացում Եվ իհարկե ձեր ժպիտները, դες քաղցրությունը ձեզ, ես չգիտեի, որ դուք տորթեր ունեք։ Նոր եք աշկս բռնեց ասում ես ինչ տորթ է, հետո տենամ են տորթ սարքելու ֆռիկի վրա է դրած, մի անգամից պարզ դարձավ, որ տորթ եք սարքում դուք, Lily Sweet։ Ես ուզում եմ ծաղիկները ձեզ տամ, բայց ես չեմ տալիս։ Թող Անուշ աղբեր, Արման չէ։ Արմենը թող տա, ձեր տղան է։ Ինքն էլ է ձեզ շատ սիրում։ Եվ մի անգամից ես կասեմ, որ դուք չգիտեմ ոնց եղավ, բայց մի անգամից գրկի էլի մատ մամային։ Ինձ մանուկ զգայի սիրեի քեզ խղճիչ Որ խաղայի ես անհոգով ծնկների Որ ծնկի ես գայի խնդրե
Գեորգի, մորակույրն եք դուք։ Լավ լինեք, առողջ լինեք։ Ոտներս խերով, ոտներս փայլով։ Տեսակ ինչ լավ փայլը լավ։ Ով հավաքելու, բան չասեք ինձ։ Ֆիլասոս։ Դե, ինչ հավաքվել եք, որ քեֆ անեք, չէ՞։ Դե մենք եկանք ձեզ ուրախացնենք, որ ուրախ քեֆ անեք։ Դրա համար մենք հենց հիմա սուրճ կարանք խմենք պատշգամբում Գորիս քաղաք, ողվել, հա։ Ես միշտ այս տները տեսել եմ, առաջի անգամ ձեր տուն մտանք փաստորեն։ Առաջի անգամ ես Գորիսում մտել եմ այս տները այս ժամանակ նույն մարդն է սարքել, ոնց այլ է որ իրար նման են էլ։ Պրոստը որ կոլորիտն է, լիսը, մեկը մեկին նայել։ Հա։ Դա իմ ավտոն ես բարձրացրել եմ, էլի սովորական կլոր ֆար չեմ, այսքան բարձրացրել եմ, որ այդ լատոկների մեջ կարողանամ արագ քշեմ։ Դե չեք ուշանամ սա ամեն տեղից։ Հիմա ես պետք է եթե դու 3 ժամ, հանգիստ 3 ժամ ես գալի։ Ես էլ հանգիստ 2 ժամ մասամ։ Դե դες լավ որ հաշտերդ լույս լինի։ Ձեր գործերն էլ լիքը հաջողություն։ Լիլի սվիտ։ Լիլի սվիտ։ Մենք հիմա Լիլի սվիթի օջախից շարժվում ենք դեպի Եղեգնաձոր, իսկ հետո Երևան։ Այսօր օրը խառն է լինելու Գորիսի գեղեցիկ տները լքում ենք գնանք Եղեգնաձոր։ Հարգելի գորիսցիներ, լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, մենք աշկից շուտ-շուտ ենք գալու Գորիս, որովհետև դեպի Գորիս շարժը սկսվել է օնլայն տիրույթում։ Դա նշանակում է մենք, որ շուտ-շուտ ենք երևալու Գորիսում։ Գորիսը մենք շատ հավանեցինք, կոկիկ գեղեցիկ մաքուր քաղաք է, ակտիվ շինարարություն է գնում եւ ես մի կոչ ունեմ ինձ նայող հայրենակիցներին, ով հնարավորություն ունի գալուց, եթե դուք գալիս եք Հայաստան տեսնելու անպայման այցելեք Գորիսը, որովհետև Գորիսը այս պահին ամենից առավել ունի ուշադրության կարիք, որ գաք, ձեր լուման ներդնեք, որպեսզի այստեղի նոր սերունդը չմտածի դուրս գալու մասին։ Գորիսը հիմա կարելի է ասել հայտնվել է իզոլյացիայի մեջ, որից մենք շատ հանգիստ կարող ենք հանել, եթե ակտիվ շարժ լինի դեպի Գորիս։ Այնպես որ բարով գաք Գորիս, ծաղկեցնենք Գորիսը միասին, Գորիսը մեր հայոց ժառանգությունն է, որը պետք է պահենք սրբորեն։ Գնացինք առաջ, այստեղ են քաջերը, քաջ մարդիկ այստեղ են, իմացեք։ Արագության պատճառով մեր դիմապակին շատ հաճախ չունի այն տեսքը, որը որ պետք է ունենա, մի քիչ բան է, էլի, զգում եք, չէ, որեն մոծակաշատ է, նախկին մոծակներն են մեր բարդեսի վրա, իսկ ներկայիս լաքյաները, կերել են կյանքներս, իսկ հիմա մենք լքում ենք սյունած աշխարհը, բայց հետ գալու սպասումներով, մենք շուտով հետ են գալու, սպասեք մեզ և մենք կգանք, վերջին նոտան թող սա լինի, հարգանքներս ընձեզ, լայքեք, բաժանորդագրվեք ու տարածեք այս տեսանյութը, օգնեք մեզ, որ ավելի շատ գանք ձեր մոտ, եթե ուզում եք, եթե չեք ուզում, ուրեմն էլ օգնեք, չենք գա։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան